Երգիչ Անդրեի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Աղջիկը ամուսնալուծության մասին հայտնելուց, իր բռնության ենթարկվելու մասին հրապարակայնելուց հետո էլ ավելի մեծ ակտիվությամբ է հրապարակումներ անում ինստագրամյան հարթակում։ Այստեղ հրապարակումները շատ հաճախ ընկերների մասնակցությամբ են լինում։ Հերթական անգամ Անի Օհանյանը հրապարակում է արել Խաչենցի մասնակցությամբ, հիշելով ազգային երգիչի ժամանակաշրջանը։ Նրանց ջերմ լուսանկարին կից համացանցի օգտատերերը ջերմ խոսքեր են հղել, ինչպես նաև Անի Օհանյանին շտապել են երջանկություն մաղթել, նշելով, որ նա այն անձն է, որ անկախ ամեն ինչից եւ անկախ կյանքում տեղի ունեցած իրադարձություններից պետք է պարտավոր է լինել երջանիկ։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք ձեզ Օհանյանն ու դուստրը Եվան կարողացել են լքել Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու վերադառնալ Ռուսաստան։ Անին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հնարավոր են դարձրել այս գործընթացը։ Արտահայտում եմ իմ խորին եւ անկեղծ շնորհակալությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի, երեխայի իրավունքների պաշտպանության գործունեությունն ապահովող բաժնին, Պետական դումայի պատգամավոր Արդար Ռուսաստան խմբակցության ղեկավար Սերգեյ Միխայելովիչ Միլոնովին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ԱՄՆ-ում գտնվող դեսպանությանը։ Վաշինգտոն, ձեր շնորհիվ իմ կյանքի ամենադժվար պահին ես եւ իմ երեխան կարողացանք վերադառնալ տուն, գրել է նա։ Այսպիսով Անի Օհանյանն ու դուստրը այլևս Ռուսաստանում են Անիի ծնողների մոտ։ Նշենք նաև, որ Անին մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ապրում էր այնտեղ Անդրեի հետ ամուսնանալուց հետո։ Նրանից բաժանվելուց հետո նա չէր կարողանում լքել երկիրը եւ միայն վերջերս դա հաջողվել է։ Հավելենք նաև, որ երեք Անին եւս դստեր մասնակցությամբ հրապարակում էր արել, այդպիսով ցույց տալով, թե ինչպես է նա երգում։ Անդրեի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է։ Շնորհակալ եմ Աստծուն այս զարմանահրաշ աշխարհում ինձ տված յուրաքանչյուր պահի համար։ Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ես դարձել եմ այն, ինչ կամ, եւ իմ դուստր։ Դու իմ կյանքի ամենամեծ երջանկությունն ես եւ իմ կյանքի իմաստը։ Happy birthday to me celebration, new page life։ Անի Օհանյանը հեշթեգներով ակնարկել է կյանքի նոր էջի մասին։ Հավելենք նաև, որ վերջին մեկ տարում անդադար քննարկվում է երգիչ Անդրեի եւ Անի Օհանյանի բաժանումը։ Այս բաժանումը սկանդալային էր այնքանով, որ մեկ օր Անի Օհանյանը հանդես եկավ հրապարակումով նշելով, որ ամուսնության ընթացքում ինքը հալածանքների է ենթարկվել։ Հիշեցնենք, որ Անդրեն դստեր մասնակցությամբ արխիվային կադրեր էր հրապարակել ու այդպիսով նշել, որ աշխարհում նշվում է հայրերի օրը։ Զետեղել է արխիվային մի շարք կադրեր տեսանյութին կից, երգիչը գրել է. Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է։ Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը, անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ։ Հրապարակմանը կից գրել է Անդրեն, ներկայացնելով դստեր մասին տեսանյութ նրա ծննդյան առաջին օրից մինչ օրս։ Կադրերը առանց մեկնաբանության։ Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։
Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում եւ խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։ Հունիկ, սիրունիկ, նախշուն, Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի եւ կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին, որ երգիչ Անդրեն եւ Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող եւ քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումներ արել. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։